Հասարակական կարգի պաշտպանությունը մի բան է, այն ուղեկցող ոստիկանների անօրինականությունները նստատել լրագրողները։ Իրանց աչքի առաջ է եղել, հիմա աչքի տեսածը պետք է ասեմ չի եղել, այնտեղ ցիցեր նկարող ոստիկանները ուղեկցում էին եպիսկոպոսներ։ Պարոն Մանուկյան, շատ լավ։ Հարգելի գործընկերներ, հերթագրվողներ եղան եւ նորից հիշեցնեմ մեր այսօրվա աշխատանքի ձևաչափը։ Ելույթներ չկան, կա հարց, պատասխան, արձագանքը դնում ենք մի կողմ, որովհետեւ մնացած հարցերի, ելույթների խնդիրը կտեղափոխվի լիագումար նիստ։ Տիկին նախարար, հիմա հերթագրվել է Վահագ Ալեքսանյան, Թագուհի Թովմասյան եւ վերջում ես։ Խնդրեմ։ Շնորհակալություն, տիկին նախարար, հարցը վերջում կհնչեցնեմ, բայց մինչև այդ պարոն Մանուկյանը գնաց, բայց պարոն Մանուկյան, ասում եք հենա լրագրողները նստած են, սենց նայում եմ ուղղակի աչքով, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 լրագրողա նստած, 11-ից մենակ մեկն է նեյտրալ լրատվականի ներկայացուցիչ։ Ֆակտոր TV ներկայացուցիչ։ Մնացածը անդիմադիր ուղղվածության լրատվականներ են։ Պարոն Ֆարաջան, մյուս անգամ հանձնաժողովի նիստի ժամանակ չհամարձակվեք խոսակ պատգամավորի հետ։ Այ քեզ բան։ Եվ մի դուրս եկեք դուք։ Էդ ով է իրավունք տվել առհասարակ հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքել։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ մի վարքյան։ Պարոն Ալեքսանյան, մի վարքյան, առանց որևէ բանի։ Հարգելի լրագրողներ, դուք ընդամենը լսեք։ Շատ բան է։ Պարոն Ալեքսանյան։ Ես չգիտեմ այդ ձեզով ասել, որ դուք կարաք ազգային ժողովի նիստի ժամանակ պատգամավորին արձագանքեք։ Հա, կարող է։ Պարոն Ալեքսանյան։ Դա իմ գնահատականն է, ձեր լրատվականին, վիրավորանք չի կամ բան չի։ Պարոն Ալեքսանյան, ես խնդրում եմ մի վարքյան։ Դուք չունեք։ Դուք ուշադիր լսեք, գնացեք ձեր թերթերում, հեռուստաընկերություններում արձանագրեք, որ դուք վատ բան եք լսել կամ լավ բան եք լսել։ Մի արձագանքեք եւ մի խանգարեք մեր աշխատանքը։ Սիրել, դուք շատացաք, դարձաք անթիվ